Դերասանուհի Ռոզա Դավթյանը նրա ինստագրամյան հրապարակումները բավականին սպասված են հանրության կողմից։ Դերասանուհին ինստագրամյան հարթակում ակտիվ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, վերջին շրջանում նկարահանվելով տարբեր նախագծերում նա հենց նկարահանման հրապարակից հրապարակումներ է անում, այդպիսով էլ ավելի ավելացնելով իր հետևորդների բանակն ու հետաքրքրությունը։ Դերասանուհին այս անգամ ինստագրամյան հարթակում հանդես է եկել հրապարակումով նշելով, որ երկար սպասված նորություն ունեն իրենք։ Առաջարկում ենք դիտել Ռոզա Դավթյանի անկեղծ խոստովանությունը հաջորդիվ։ Այսօր երրորդ անգամ ես գեստափոխվում եմ, գնացի խանութ եկա, հիմա նման նորից նկարահանման, այն սիրուն արևը, որ դերասանուհի Ռոզա Դավթյանը նորություն ունի, այս նորությունը կապված էր նրա ստեղծագործական գործունեության հետ։ Վերջինս նոր նախագծում է ներկայանում եւ հենց այս նախագծի նկարահանումներից էլ մի քանի կադրեր հրապարակել է ինստագրամյան հարթակում։ Հերթական հրապարակման մեջ դերասանուհին հիվանդանոցում է, կաթիլային է ստանում։ Այս կադրերը տարածվել են համացանցով մեկ։ Շատերը կարծել են, թե դերասանուհին իսկապես հիվանդանոցում է հայտնվել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ այս ամենը պարզապես նկարահանման հրապարակից է։ Նշենք նաև, որ դերասանուհին նկարահանվում է մի նախագծում, որտեղ նրա հետ է դերասանուհի Իռա Հարությունյանը։ այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, ես ան կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը, դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր, հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառնենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, այո, երեխեք ջան, Ռոզան ձնենց գաղտնի ապահել, իր երեխուն գաղտնի ապահել ձեզանից, այո, Ձու սիրիլա քեզ, ուժս, հաճելի խառնենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է, ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից, շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ։ Так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրում սենց պատրաստված բան վիճակները մնաց տան համարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասեմ այս մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և
կարծեմ մի տարի եւ անվավերաճանաչվում նաեւ ձեր տեսական քննությունը ես հանձնել եմ 3 օր պարապելով 19 թե 18 հավաքելով առաջին անգամից հիմա անվավեր ճանաչվեց մի տարի ես ոչ մի բան չարեցի նորից պիտի գնամ տեսականը հանձնամ որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին Ադամնաբուժանը այսօր գնացել ես մի կողմից լրիվ թմրած է խոսելուց էլ կնկատեք դուրս եկա Ադամնաբուժանից մոտեցան նկարվելու հիմա ոչ կարողանում եմ ժպտամ ոչ չժպտալն է ճիշտ սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ չգիտեմ նկատեցին չնկատեցին չնայած մի հատ էլ հաստատ անմոտ շենքի մոտեցան նկարվելու Անկամ վատ եմ ինձ զգում, երբ որ ես Ադամնաբուժանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն Ադամնաբուժանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 անցիկես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման եւ չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Այստեղ դրոք կփոքի։ Հենց սենց գցել եմ։ Ինչ ես սարքում։ Սարքում եմ իրոք։ Ինչով։ Չիրտուտ ինչով որոզիմ։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս Զրզմփա Այս տանջակի Զրզմփա ապարատը վերել է, որ պիրոտ սարքի Ուզում եք ռեցեպտն ասեմ դուք էլ սարքեք Կասեցնամ գաղտնիքները Չէ Կարոք առուչյան կամ եմ տենում, որ ծյորք են Հարմ է մեջը։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարակը լցնելու է սրա մեջ, հետո կարակը ավելացրեցինք, ինչին, ախորսանա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասած, ձվին, Կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին։ Տեսակին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնդորիմ։ Մի րոպե, ինը սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի գտարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Վաա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, որ մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես ես գծեմ մեջ։ ասմա Մարիա կուրիկա հետ մամային է, մամա շուտ արա Դե ասա հետո Հավելացրեց Սմետան մածուն կալաբարացյան Սյա, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր Իպր ինքն է սարքում էլի սաղ ռեցեպտը ես ասեցի Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին Ով ինչ կարա սարքում է Արդեն ուշ
Կարող ես խնձոր պետքա վերջում շարենք։ Ոչ։ Մամ, ես ինչա։ Մամ, դե խոսա։ Մամ, ինչ ես։ Աղցան։ Այո, Ինչով։ փոփոխ։ Ծիրանի կուտ, դե չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Այո, Լավ, էլ պատրաստենի ցույց կտամ։ Մամ, ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Մարիա, ես շատ սիրում քեզ։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։